Խնդրեմ, արագ հարցեր տանք եւ առաջին այս անգամ ես տամ։ Հա, այս անգամ օրինագիծը, որը ստացել է այս անվանումը, թե գումարով ծառայությունից ազատվելու, ինչու հետ դառավ, արդյոք հանրային, ինչու հետաձգեցիք, արդյոք հանրային արձագանքը նշանակություն ունեցավ բացասական։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք վերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ եւ այն իրավիճակը, որը որ մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել։ Այսինքն այդ նախագիծը ինչպես է նպաստելու, որ պրոֆեսիոնալ։ Ես հիմա նախագծի քննարկմանը չեմ անում, ես հիմա նախագծին չեմ բանա, ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ։ Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որովիցե նոր որակում տալու որովիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվում է։ Իշխանության ներսում է կազմակերպներ տանել, հա, շարունակական աշխատանքներ այդ չհասկացա հողով հնարավորություն չլինի ազատվել իրավապահ համակարգ ավելի ասում անկախության ստեղծման օրից սկսած այդ փորձերը բոլոր իշխանությունները տարել են, անում են, գնում են այդ ուղղությամբ, բայց կրկնում եմ մեր նպատակը, իմ ընկալմամբ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ որևիցե նորակոչի գծով մնացած նորմալ երկրներում են, որ մարդիկ, ովքեր որ կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայության, կստանան բարձր աշխատավարձ եւ կգնան կդառնան զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Հիմա այս ընթացքում կրկնում եմ, կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ հիմա չեմ մտնելու եւ պետք է ասեմ, որ 10,000-ից ավել հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակից։ 10,000-ից դուք արդեն Հայաստանի Հանրապետություն։ Բայց այս թեման եկեք թագենք, որովհետեւ ասում քննարկման փուլի մեջ չեմ մտնում։ Արդեն